Սիրելի հայրենակիցներ, քրիստոնեական առաքելություն հայոց եկեղեցին իր ողջույններն ու օրհնություններն է փոխանցում ձեզ եւ ուրախ ենք, որ միացել եք մեզ այսօրվա մեր հայտագիրը վայելելու։ Ամեն կիրակի ժամը 11-ին միասին հավաքվում ենք Աստծուն պաշտելու երգերով, խոսքով եւ հաղորդակցությամբ։ Զուգահեռ գործում է Կիրակնորիա դպրոցը, Պատանյաց եւ երիտասարդաց դասարանները իրենց հրաշալի ծրագրերով եւ ծառայություններով։ Մեր հասցեն է 7400 Թահանգա Avenue, North Hollywood 91605, հեռախոսի համար 818 242 9213, website coachurch.org։ Ցանկացած տեղեկություն ստանալու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ։ Դու փառավորյալ Թագավոր, մեր Աստվածը, մեր փրկությունը, շնորհակալ ենք Տեր, որ այսօր կանգնած ենք քո առաջ։ Տեր, թեև շատերը կարող էին այսօր գալ, բայց տարբեր պատճառներ կարող են ունենալ չգալու, բայց այսօր մենք մեկ առիթ եւս ունենք։ Գալ այնտեղ, որտեղ դու ես, խոնարհվել ոտքերիդ առաջ ու պատվել քեզ։ Աղոթում եմ սրբես քո ժողովուրդը, մաքրես քո ժողովուրդը, Տեր Հիսուս, քո սուրբ արյունով։ Թող քո պատվական եւ արդար եւ սուրբ արյունը յուրաքանչյուրին սրբի ամեն մեղքից, ամեն անիրավությունից եւ անարդարությունից։ Եվ թող քո խաղաղությունը եւ սրբությունը տիրի մեր ամենքի սրտերի մեջ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում, Հայր։ Ամեն։ Բարձրյալ արքա հավիտենական ծով ցամաք երկինք երկիր քեզնով արարվեցան բարձրյալ արքա ճշմարտության դու ես վեմը փրկության վահանը հավատքի մենք մեծարում ենք քեզ արքա Հիսուս բոլորի սրտերը խոնարհում են քո առջև մենք մեծարում ենք քեզ արքա Հիսուս միակ Տերը դու ես ամենազոր արքա բարձրյալ արքա հավիտենական ծով ցամաք երկինք երկիր քեզնով արարվեցան բարձրյալ արքա ճշմարտության դու ես վեմը փրկության վահանը հավատքի մենք մեծարում ենք քեզ արքա Հիսուս բոլորի սրտերը խոնարհում են քո առջև մենք մեծարում ենք քեզ արքա Հիսուս միակ Տերը դու ես ամենազոր մենք մեծարում ենք քեզ արքա Հիսուս բոլորի սրտերը խոնարհում են քո առջև մենք մեծարում ենք քեզ արքա Հիսուս միակ Տերը դու ես ամենազոր արքա ամենազոր արքա ամենազոր արքա Շնորհակալ ենք քեզ Հիսուս Շնորհակալ ենք քեզ, որ դու այսքան փառավոր ես, այսքան օրհնյալ ես։ Մենք պաշտում ենք քեզ, երկրպագում ենք քեզ։
Թող որ մեր աչքերը երբեք չդադարեն տեսնել քո գործը։ Բացիր մեր հոգու աչքերը, որպեսզի տեսնենք այն ամեն ինչ, որ դու անում ես հոգևոր իրականության մեջ։ Դու կյանքեր ես փոխում, դու քո հրեշտակներին ես հրամաններ տալիս եւ ամեն բան հնազանդված է քո սրբությանը եւ քո կենթանի խոսքին։ Շնորհակալ ենք, դու սուրբ ես։ Եկեք մեր ձեռքերը տարածենք Տիրոջ եւ ասենք Տեր դու սուրբ ես։ Հրճակի նրա սրբությունը, քույրս եղբայրս մի դադարիր։ Հրճակի նրա սրբությունը, ասա Տեր դու սուրբ ես։ Դու աննման ես, դու գեղեցիկ ես, դու սքանչելի ես։ Ոչ ոք չկա քեզ նման։ Դու աննման ես եւ մենք օրհնում ենք քեզ։ Ինչ մեծ եւ հրաշալի են քո գործերը Տեր, փառքով տելացված երկիրը, արդար ու ճշմարիտ են ուղիները քո, սուրբ թագավոր, ով չի վախենա ու չի փառավորի քեզ, միայն դու ես սուրբ, ողջ ազգերը խոնարհվեն քո առջև, Տեր Հիսուս, միայն դու ես սուրբ, սուրբ ես, սուրբ ես, միայն դու ես սուրբ, սուրբ ես, սուրբ ես, Տեր Հիսուս, միայն դու ես, ինչ մեծ եւ հրաշալի էր միասին ասենք, ինչ մեծ եւ հրաշալի են քո գործերը Տեր, փառքով տելացված երկիրը, արդար ու ճշմարիտ են ուղիները քո, սուրբ թագավոր, ով չի վախենա ու չի փառավորի քեզ, միայն դու ես սուրբ, ողջ ազգերը խոնարհվեն քո առջև, Տեր Հիսուս, միայն դու ես, տարածենք մեր ձեռքերը եւ ես մեկ անգամ բոլորս միասին բարձր, սուրբ ես, սուրբ ես, միայն դու ես սուրբ, սուրբ, ընդունիր այս պաշտամունքը Տեր, ընդունիր այս սրբության հրճակումը Տեր, շնորհակալ ենք քեզ, հալելույա, դու սուրբ ես, նորից ասենք միասին, սուրբ ես, սուրբ ես, միայն դու ես սուրբ, սուրբ ես, սուրբ ես, Տեր Հիսուս, միայն դու ես սուրբ, Տեր Հիսուս, միայն դու ես սուրբ, Տեր Հիսուս, միայն դու ես սուրբ, հալելույա, մեր փառավոր Տերը, մեր Սուրբ Աստվածը ներկա է այստեղ իր թագավորական ներկայությամբ, ամեն, ես եւ դու պարզապես մի բան ունենք անելու, բացենք մեր սիրտը Տիրոջ առաջ եւ ասենք Տեր, ես ընդունում եմ քեզ, ես բարի գալուստ եմ ասում քեզ, այս օրը քո օրն է, գիտեք բաներ կա չէ մեր կյանքի մեջ, որ մենք կուզենք Հիսուսին ասենք, գիտեք կա չէ, ամենակարևոր բանը որ պիտի ասենք էսա, որ Տեր ես քեզ սիրում եմ,
որ ես քեզ շատ եմ սիրում։ Հիմա դրա ժամանակն է, որ ես քեզ փառավորեմ, կապ չունի ինչ հոգսի մեջ եմ, այսօր ժամն է հասել, որ ես տամ քեզ ամենալավ պաշտամունքը եւ փառաբանությունը։ Ամեն։ Ալելույա։ Եկեք մեր ծափահարությունը բարձրացնենք Թագավորին եւ միասին երգենք այս հրաշալի երգը։ La 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 Ժամն է երկենք եւ օրհնենք Ժամն է երկենք օրհնենք արքային մեր Ժամն է երկենք օրհնենք մեծարենք գովենք արքային մեր Նա կյանքն է մեր եւ Տերը մեր Ժամն է երկենք եւ օրհնենք Ժամն է երկենք օրհնենք արքային մեր Ժամն է երկենք օրհնենք մեծարենք գովենք արքային մեր Նա կյանքն է մեր եւ Տերը մեր Օրհնյալ են Տիրոջ ծառաներն ամեն Հնձության ձայնով թող որ արքային օրհնեն Ժամն է երկենք օրհնենք մեծարենք գովենք արքային մեր Հիսուսն է Տերը մեր եւ կյանքը մեր Օրհնյալ են ծառաները Օրհնյալ են Տիրոջ ծառաներն ամեն Ցնծության ձայնով թող որ արքային օրհնեն Ժամն է երկենք օրհնենք մեծարենք գովենք արքային մեր Հիսուսն է Տերը մեր եւ կյանքը մեր Մեր ծափերով բոլորս միասին La 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 Ժամն է երկենք եւ օրհնենք Ժամն է երկենք օրհնենք արքային մեր Ժամն է երկենք օրհնենք մեծարենք գովենք արքային մեր Նա կյանքն է մեր եւ Տերը մեր Օրհնյալ են Տիրոջ ծառաները մեր ծափերով Օրհնյալ են Տիրոջ ծառաներ ամեն Ցնծության ձայնով թող որ արքային օրհնեն Ժամն է երկենք օրհնենք մեծարենք գովենք արքային մեր Հիսուսն է Տերը մեր եւ կյանքը մեր Օրհնյալ են ծառաները Օրհնյալ են Տիրոջ ծառաներն ամեն Ցնծության ձայնով թող որ արքային օրհնեն Ժամն է երկենք օրհնենք մեծարենք գովենք արքային մեր Հիսուսն է Տերը մեր եւ կյանքը մեր Հիսուսն է Տերը մեր եւ կյանքը մեր Բոլորս կարող ենք ասել Հիսուսն է Տերը մեր La 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 la
Ամեն։ Այ հիմա իմացանք ինչի ժամն է, ինչի համար ենք հավաքվել։ Փառք Տիրոջ, եկեք միասին երկրպագենք։ Աստված մեր սրտի ուրախությունը եւ մեր հանգիստն է։ Ամեն։ Վստահ եմ, որ երբ որ մենք դժվարությունների մեջ ենք ընկնում, առաջի բանը, որ ուզում ենք անել, իմանանք, որ դրա մասին տեղյակ է Աստված։ Ինչպես է ինքը տեղյակ լինում, երբ որ ես եւ դուք գալիս ենք նրա ներկայության մեջ եւ ասում ենք Տեր, քո մեջ է իմ հանգիստը, քո մեջ է իմ խաղաղությունը։ Դու ամեն բան ես ինձ համար, դու կարող ես իմ փոթորիկների վրա քո խաղաղությունը փչել եւ մենք կհանգչենք խաղաղությամբ քո սրտիդ մեջ։ Եվ թշնամին այլևս չի կարող մոտենալ։ Եվ մենք կարող ենք համարձակ ասել, որ Տեր, դու իմ ապահովությունն ես եւ ես քեզ սրտանց սիրում եմ։ Դու իմ սրտում հանգիստն ես իմ տագնապած պահի առաջնորդող մեծ լույսն ես ծնկած աղոթքներից ուր կգտնեմ քեզ սպասելիս վարվող փարոս եւ օրհնություն ամբողջ սրտով քեզ կերկեմ հոգովս քեզ կորչնեմ դու իմ միակն ես ում սիրում եմ ոտքերիդ մոտ փառավորում հայ քեզ սիրում ու քեզ պաշտում եմ հրեշտակներիդ հետ այս վայրում դուր ինձ տեսնել քո սուրբ երեսը եւ քո ձեռքերը զորավոր հայր քեզ սիրում եմ եւ երգում եմ քեզ այսօր դու իմ սրտում հանգիստն ես իմ տագնապած պահին առաջնորդող մեծ լույսն ես ծնկած աղոթքների ուր կգտնեմ քեզ սպասելիս վարվող փարոս եւ օրհնություն ամբողջ սրտով քեզ կերկեմ հոգովս քեզ կորհնեմ դու իմ միակն ես ում սիրում եմ ոտքերիդ մոտ փառավորում հայ քեզ երգում ու քեզ պաշտում եմ հրեշտակներիդ հետ այս վայրում դուր ինձ տեսնել քո սուրբ երեսը եւ քո ձեռքերը զորավոր հայ քեզ սիրում եմ եւ երգում եմ քեզ այսօր դու իմ միակն ես դու իմ միակն ես ում սիրում եմ ոտքերիդ մոտ փառավորում հայ քեզ երգում ու քեզ պաշտում եմ հրեշտակներիդ հետ այս վայրում դուր ինձ տեսնել քո սուրբ երեսը եւ քո ձեռքերը զորավոր հայ քեզ սիրում եմ եւ երգում եմ քեզ այսօր հայ քեզ սիրում եմ եւ երգում եմ քեզ այսօր հայ քեզ սիրում ասա նրան եւ երգում եմ քեզ այսօր կարող ենք միասին բոլորս ասել դու իմ միակն ես դու իմ միակն ես ում սիրում եմ ոտքերիդ մոտ փառավորում հայ քեզ երգում ու քեզ պաշտում եմ հրեշտակներիդ հետ այս վայրում դուր ինձ տեսնել քո սուրբ երեսը եւ քո ձեռքերը զորավոր միասին հավատքով հայր քեզ սիրում եմ եւ երգում եմ քեզ այսօր նորից ասենք հայր քեզ սիրում եմ եւ երգում եմ քեզ
Հալելույա, փառք Աստծուն, շնորհակալություն մեր փառաբանության խմբին այսպիսի հրաշալի փառաբանության համար։ Ժողովուրդ ջան, ուրախ եք, որ Աստծո տան մեջ եք։ Փառք Աստծուն, ես էլ եմ ուրախ եմ, որ երկու շաբաթ բացակայությունից հետո վերադարձանք մեր ամբողջ ընտանիքով այդ COVID-ից էր կպել, բայց փառք Աստծո, որ ամեն ինչ նորմալ է, փառք Աստծո ձեր աղոթքների համար, փառք Աստծո ինտերնետի համար, որովհետև բոլոր քարոզները կարողացանք ինտերնետով, Facebook-ով նայել եւ ոչ մի բանից հետ չընկանք։ Բայց իհարկե տարբեր է, որ այստեղ ես, չէ՞։ Դրից մի քիչ ուրիշ է, ոնց որ տան մեջ Աստծո ավելի հարազատներով շրջապատված ավելի լավ է։ Եկեք աղոթենք, Հայր Աստված, խնդրում ենք քեզ Տեր այսօր, որ առաջնորդես մեզ, առաջնորդես ամեն մեկին հնարավորություն տուր Տեր, որ կարողանամ քո խոսքով կիսվել, այնպես որ հասկանալի լինի, այնպես որ խոսքը մտնի ներթափանցի մարդկանց սրտերի մեջ եւ պտուղ բերի Տեր իմ Աստված, որովհետեւ այս ամեն ինչը քո փառքի համար է լինում Տեր ջան։ Օգներ ինձ ճիշտ խոսքեր տուր, ճիշտ վերաբերմունք տուր Տեր իմ Աստված եւ ամենակարևորը, որ ես մեջտեղից դուրս գամ եւ թույլ տամ, որ դու աշխատես։ Հիսուսի անունով, ամեն։ Փառք Աստծո։ Ուրեմն մենք արդեն հասել ենք Հակոբոսի գրքի վերջի, նախավերջի գլուխը 4-րդ գլխի վերջն ենք հասել։ Սրանից մի քանի շաբաթ առաջ խոսեցինք 11-րդ խոսքից մինչև 12-րդ խոսքը, որտեղ Հակոբոս եղբայրը խոսում է դատելու մասին, հիշում եք։ Եվ իրականում մի փոքր կրկնենք, որովհետև մեկը մյուսի հետ կապված է Աստծո խոսքը։ Հակոբոս ասում է, որ երբ որ դատում ես քո եղբորը, դու քեզ դնում ես դատավորի տեղ, եւ դա քո տեղը չի։ Եվ այդ ամեն ինչը գալիս է հպարտությունից, գոռոզությունից, եւ խոսեցինք, թե ինչպես մենք պետք է քննենք ինքներս մեզ, որպեսզի հասկանանք արդյոք մենք դատում ենք թե ոչ։ Հիմա այսօր դրա շարունակությունը 13 խոսքից, եթե ունեք ձեր Աստվածաշունչը, կարող եք բացել Հակոբոս 4:13, եկեք իրար հետ կարդանք Աստծո խոսքը։ Որովհետև նույն թեման շարունակվում է այստեղ արդեն գոռոզության եւ ամբաստանվանության տարբեր արտահայտություններից մեկն է խոսում։ Կարդանք. Ահա ով դուք որ ասում եք, թե այսօր եւ վաղը գնանք այսինչ քաղաքը եւ այնտեղ մի տարի լինենք եւ վաճառենք եւ շահենք, դուք որ չգիտեք վաղվա օրը։ Ինչպիսի բան է ձեր կյանքը, որ մի շոքի է, որ մի քիչ ժամանակ երևում է եւ հետո աներևույթ անում, փոխանակ որ պետք է ասեիք. Եթե Տերը կամենա, կապրենք եւ ապրենք, այս բաները կամ այն բաները կանենք։ Բայց հիմա պարծենում եք ձեր ամբարտավանությունումը, ամեն այդպիսի պարծանքը չարություն է, արտով որ բարին գիտենա եւ չանե նրա համար մեղք է։ Ամբարտավանություն բառը հենց գոռոզություն է նշանակում անգլերեն arrogance, այսինքն ես այսօրվա քարոզի վերնագիրը դրել եմ մեր կյանքը գոլորշի է, եթե Տերը կամենա կապրենք, ամեն, և դա այդ թեման է լինելու, և հիմա Հակոբոս եղբայրը այստեղ շատ լավ բացատրում, ասում է, դու բոլորս էլ գիտակցում ենք, մանավանդ քրիստոնյա ժողովուրդը, այսինքն եկեղեցու ժողովուրդը, որ ինքը որին ուղղել էր այս նամակը, որ դու գիտես, որ կյանքդ շոքու պես, այսինքն գոլորշու պես է, բայց և քո կյանքը Աստծո ձեռքին է, բայց շարունակում ես ապրել այնպես, կարծես կյանքը քո ձեռքերի մեջ է։ Ապրում ես այնպես, այսինքն պլաններ ես գծում եւ այլն, մոռանալով, որ իրականում շոքու պես է, գոլորշու պես է, գոլորշին ինձ ձև է, մի հատ երևում է, մեկ էլ միանգամից անհայտանում է, չես հասկանում ոնց երևաց, ոնց այն հայտացավ։ Եվ այսօրվա հենց թեման դրա մասին է։ Գիտեք, շատ դժվար է այստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հասկանալ այսպիսի խոսքերը, որովհետև չէ, մենք ապրում ենք մի բարեկեցիկ երկրում, որտեղ կա պաշտպանություն, մարդու իրավունքներ այնքան են շատացել, մարդիկ չգիտեն ինչ անեն այլևս, ինչի հետևից գնան, բայց ոչ մեկ չի անհանգստանում այն բաների մասին, ինչ որ առաջ ասենք այս Աստվածաշնչի ժամանակ
Մարդիկ ապրում են, չգիտեմ, ինչքան 20, 30 տարի, 40 տարի են, եւ որ ապրում են, ասում են, լավ երկար ապրեց այս մարդը, բայց իրականում կյանքը շատ փխրուն էր։ Այսինքն կամ հիվանդությունից էին մահանում այն ժամանակ վակցինա կամ ոչ մի բժշկություն չկար, կամ ինչ որ հարևան ազգերից գալիս էին, մի հատ ջարդի էին ենթարկում, հազարավոր մարդիկ միանգամից մահանում էին, կարդում եք ասենք Դավիթ թագավորի Սողոմոնի ժամանակները նոր թագավորը դուրս էր գալիս հին թագավորի ազգուտակին ջարդում էր բոլորին սպանում էր վերացնում էր հետո մյուսներ դուրս գալիս սրան էր վերացնում այսինքն մարդ ապրում են մարդիկ այնպես կարծես իրականում ոչ մի հույս չկա թե վաղը կապրեն թե չէ եթե այդ ամեն ինչի մեջով էլ անցնում էին կենթանի էին մնում կայծակներ խփում տեղում մահանում էին այսօր մենք չունենք այդ խնդիրները մենք ունենք այս գեղեցիկ պաշտպանությունը ամեն ինչը մեքենաները airbag-եր ունեն, շենքերը լավ ամուր կառուցված, հիվանդությունների դեմ բժշկություն ունենք, այդ կարծես այդ կյանքի փխրունությունը հա չկա։ Բայց իրականում, գիտեք, սիրելի քույրեր եղբայրներ, 20, 30, 40 տարի ապրելու տեղը ապրենք մարդ ապրում է 60, 80, 90, 100 տարի, տարբերությունը մի 50 տարի է։ Բայց էլի վերջը եւ այդ ամբողջ ընթացքում չգիտես այդ գոլորշին ոնց է գալիս, ոնց է գնում։ Եվ իրականում Հակոբոսը հիշացնում է, որ ապրենք մեր կյանքը այդ ձևով, միշտ հիշի, որ կյանքը գոլորշու նման է եւ քո կյանքը, եթե Աստված ուզենա, կապրեցնի։ Փառք Աստծո, այսօր եկել ենք այստեղ բոլորս ուրախ ենք տենալու, բայց իրականում Աստված կամեցավ եւ մենք ամեն մեկս ապրեցինք այսօր։ Եվ որ հիշում ես, որ քո ամեն մի օրը օրհնություն է, եւ Աստված պարտք չի ոչ մեկից ոչ մի օր լրացուցիչ։ Ինքը բարի է, ինքը ողորմած է, բայց ինքը ոչ մեկից պարտք չի, ինքը ինքնիշխան է, sovereign։ Ինքը ամեն օր տալիս է կյանքում որ կտա, չի տալի կյանքում որ չի տալիս, որովհետև նա Աստված է, ինքը որոշում է ինչ պետք է արվի եւ դա բարի եւ կատարյալ է, ոչ մեկը չեն կարող բողոքել դրա համար։ Եվ այսպես Ամերիկայում մի քիչ դժվարացնում է այս խնդիրը, որովհետև շատ անգամ մենք մոռանում ենք, թե ինչպիսին է այս կյանքը։ Շատ անգամ մոռանում ենք, որ մենք հայերեն մի հատ լավ խոսք կա, չէ, ասում է այսօր կանք, վաղը չկանք։ Եվ այստեղ այդ խորհուրդն է գալիս, որ միշտ հիշի քո օրվա, քո աղոթքի մի մասը, քո այդ խորհրդակցության մեդիտացիայի մի մասը պետք է լինի, միշտ հիշի, որ նախ եւ առաջ իհարկե ժամանակ տրամադրի Աստծուն, այդտեղից սկսենք, որ մեր աղոթքի ժամանակը երբեք չմոռանանք, մեր Աստվածաշնչի սերտողության ժամանակը չմոռանանք եւ այդ ընթացքում միշտ հիշացնենք մեզ, որովհետեւ այս մարդը մոռանում է, այս մարմնին հաճելի չի այդ անորոշ վիճակը, որ ինչպես ես կոնտրոլ չունեմ, այս ամեն ինչը Աստծո ձեռքին է եւ մենք փորձում ենք շատ անգամ Աստծուն դնենք սահմանների մեջ, ինչ որ բաքսի մեջ, որ փորձենք հասկանալ Աստված սենց կանի, թե հենց կանի, բայց ոչ մի բան չենք կարող անենք, որովհետեւ Աստված ինչ կանի, ինքն է եւ մենք ուղղակի իր ողորմությամբ ապրում ենք։ Բայց ամենալավը այն է, որ մեր Աստված բարի եւ ողորմած է եւ մենք կարող ենք վստահել նրան միջև վերջ։ Ամեն։ Ուրեմն մի հատ հետաքրքիր արագ կարդանք Ղուկասի ավետարանում մի հատ այսպիսի հետաքրքիր տեղ կա։ Ուրեմն Ղուկասի ավետարան 12-16-ից մի հարուստ մարդու մասին է պատմում, որ ասում է մի հարուստ մարդ, ուրեմն ունենում է արդ, ես արագ կասեմ, արդ է ունենում, դաշտ է ունենում եւ լիքը պտուղներ է բերում, ամբարները լցնում է, պահեսները լցնում է, շատանում է, ամեն ինչից շատ է ուրախանում է եւ այլն, ասում է, ինքը ինձ իր անձին ասում է, ով իմ անձ շատ բարիքներ ունես, շատ տարիների համար ամբարված, հիմա հանգստացիր, կեր խմիր, զվարճացիր։ Եվ հետաքրքիր է, որ կարծես այսօր մեր երկրի Ամերիկայի կյանքը հենց դա է, հանգստացի, կեր խմիր, զվարճացիր, ամեն ինչ ուրախանալու, հանգստության, ուրախության, զվարճանալու վրա է։ Հետո Աստված ասում է անմիտ, այսինքն հիմար։ Հենց այս գիշեր հոգիդ քեզանից ետ կպահանջեն։ Եվ իրականում վատ չի հանգստություն, զվարճություն, ուրախություն, երջանկություն փնտրելը, բայց անմիտ է այն մարդը, որ մոռանում է, որ Աստծո ձեռքին է քո կյանքը, որ Աստված եթե կամեցավ, կապրեցնեց։ Եթե մենք մեր կյանքը կառուցենք այս սկզբունքի վրա, գիտես, բիզնես էլ սկսի, կարիերա էլ սկսի, կրթություն էլ ստացի, արա ինչ որ գտնում ես, որ ճիշտ է, բայց միշտ հիշի, որ Աստծո ձեռքին է մեր կյանքը, եւ մեր կյանքը գոլորշու պես է։ Այդ ժամանակ գիտեք, շատ
հետաքրքիր մի բան է ստացվում, որ դու քո ուշադրությունը միշտ պահում ես Աստծո վրա։ Ինչ ես պահում Աստծո վրա, որովհետև գիտեք, այս գոլոշին այս կյանքը, որ ժամանակավոր է, անցնելու է եւ գիտես, որ հավիտենականությունը ապրելու ես մեկի ներկայության մեջ, որի քո ձեռքին է քո կյանքը այսօր։ Մարդիկ շատ անգամ մենք մարդիկս ունենք այսպիսի հակում։ Մենք ուզում ենք օրհնությունը, բայց չենք ուզում օրհնողին, որովհետև օրհնողը գալիս է ինչ-որ պայմաններով, ինչ-որ բաներ է պահանջում, ինչ-որ օրենքներ է դրել, որ մենք չենք ուզում կատարենք։ Մենք ուզում ենք մոռանանք օրհնողին, բայց այն ինչ-որ ինքը օրհնել է, մենք ուզում ենք։ Եվ գիտեք դրա անունը ինչա կռապաշտություն։ Եթե կարդում եք Աստվածաշունչը հին ուխտի մեջ, կարդում եք ասում է Իսրայելի ժողովուրդը եւ հարևան ազգերը նրանք ունեն այս կուրքերին, արցանիկներ էին կառուցել եւ այդ արցանիկները իրենց էությամբ, իհարկե նրանք չաստվածներ էին, կուրքեր էին, բայց մարդկանց նպատակը վատը չէր, նրանք ուզում էին հաջողություն, նրանք ուզում էին բարգավաճություն, ուզում էին զորություն, առողջություն, լավ բաներ էին ուզում, բայց քանի որ Աստծուն չէին ուզում, նրանք վազում էին մարդակերտ կուրքերի հետևից։ Եվ շատ անգամ այսօր էլ երբ որ մենք իրեք մոռանում ենք կամ փախնում ենք Աստծուց, բայց բռնվում ենք օրհնություններից, ուզում ենք հասնենք այդ օրհնություններին եւ մոռանում ենք Աստծուն, կոպիտ է դա հնչում, բայց դա մեր կուրքերն է դառնում։ Երբ որ դու հետապնդում ես օրհնությունը եւ մոռանում ես օրհնողին, տարբերությունը շատ մեծ չի։ Մենք այսօր չունենք արցաններ, ճիշտ է, չունենք փոքր արցանիկներ գրպանում, չգիտեմ, պայուսակի մեջ տանել։ Այս դարը մի քիչ ուրիշ է։ Այս դարը մի քիչ գիտությունը այնքան է զարգացել, որ մարդիկ գիտեն, որ դա այդպես չի, բայց էությունը նա է, որ դու հասնում ես, փորձում ես հասնել այն բաներին, որ Աստված է խոստացել, ինքը Աստված խոստացել է այդ ամեն ինչը։ Եվ օրհնությունները, եւ առողջությունը, բարգավաճ կյանքը, պատղաբերությունը, Աստվածաշնչում լիքն է այդ ամեն օրհնությունը։ Միակ խնդիր կա, որ չես կարող Աստծուց ստիպես, որ բանը ստանաս, չես կարող հռչակես, որ Աստված դու խոստացել ես պիտի տաս։ Եվ չես կարող փախնել Աստծուց։ Շատ դժվար է, չէ՞, որ քրիստոնյա ես դառնում, ասում ես ես ղեկը այդ կյանքի թողում եմ, տալիս եմ Աստծուն։ Ու ապրում ես այդ ձևով, վստահելով Աստծուն, բայց չիմանալով թե ինչ է լինելու։ Մի հատ այսպիսի կուռք կար հին կտակարանում, Մողոք էր անունը։ Ղևտացիս գրքի մեջ կարող եք կարդալ 18-ի մեջ Այս մի քիչ տխուր պատմություն է, բայց պետք է ասեմ։ Այս Մողոք կուրքը ինքը պահանջում էր երեխաների զոհաբերություն։ Ցենց ձեռքերը պահում էր, շիկացնում էին ձեռքերը, կրակ էին վառում եւ երեխաներին ասում եմ մեջով անց էին կացնում, բայց իրականում երեխաներին զոհում էին։ Եվ ինչի համար է դա արվում, որ պտղաբերության համար։ Այսինքն երեխաներին զոհում էին, որ էլի երեխաներ ունենան, նորից երեխաներին զոհեն, ինչ որ մի հատ խառը պատմություն, բայց Այդտեղ ինչն է հետաքրքիր, որ երբ որ մարդիկ գնում էին կուրքերի հետևից, հին այդ կարծեմ քանանացիների կուրքերից մեկն էր, Աստված թողում էր, որ այդ կուրքերը իրենց ուղեղը խանգարում, ինչ որ խանգարումներ էր գալիս եւ այսպիսի բաների մեջ էին գնում։ Փառք Աստծո, մենք այսօր չունենք այդպիսի կուրքեր եւ այդպիսի ինչ որ պրակտիսներ այս երկրում, իհարկե խոսքը աբորտի մասին չի, բայց հենց որ կոնկրետ բերեն երեխաներին զոհեն, բայց ինձ կներեք, մի քիչ կարող է կոպիտ հնչի, բայց շատ անգամ ինչ է կատարվում, երբ որ մենք մոռանում ենք օրհնողին նորից եւ գնում ենք օրհնությունների հետևից եւ դրանք դառնում են մեր կուրքերը, շատ անգամ, գիտեք, այդ հաջողության ձգտելը, բարգավաճ կյանքը, կարիերան, բիզնեսը, այդ դրանք վերջ չունեն։ Այսինքն, երբ որ դու մոռանալով օրհնողին գնում ես օրհնության հետևից, կարծես չես հագենում։ Անընդհատ ոնց որ մի բան պակասում է։ Ես իմ փորձից ասեմ, երբ որ սկսում եմ աշխատել, տենում եմ, որ վերջ չկա։ Հետո տենում ես օրերով, ժամերով աշխատեցիր, բայց գործը չի վերջացել, սիրտդ մեջ դեռ դատարկություն է, հանգստություն չկա, բավարարվածություն չկա, ու նորից անկախ քեզանից վազում ես, որ մի քիչ էլ աշխատես, մի քիչ էլ բավարարվես։ Եվ շատ անգամ, երբ որ մենք վազում ենք օրհնությունների հետևից, ինչի համար ասում ենք, դե ընտանիքի համար է, չէ, երեխեքին պիտի պահեմ, տունը պիտի պահեմ, առողջությունը, չգիտեմ, գնանք հանգստանանք հետո, բայց այնքան ես աշխատում, այնքան ես հետապնդում այս կուրքերին, որ մոռանում ես քո ընտանիքի մասին, մոռանում ենք մեր երեխաների մասին։
Իհարկե սա զոհաբերություն չի, բայց ինչ ենք անում, մենք մոռանում ենք մեր պատասխանատվությունը Աստծո առաջ, մեր երեխաների հանդեպ։ Եվ մենք թողնում ենք, որ այս երկիրը, այս աշխարհը, ասենք ասենք, կրթական համակարգը, սոցիալական ցանցերը, ինտերնետը, փողոցը մեր երեխաներին դաստիարակի։ Ճիշտ է, մենք չենք զոհաբերում ֆիզիկապես, բայց մենք նրանց ապագան տալիս ենք այս երկրի, այս աշխարհի իշխանին, որ նա ինչ-որ ձևով նրանց վրա ազդեցություն թողի։ Հետո այդ ամեն ինչի հետևից գնալով ինչ-որ հաջողությունների ենք հասնում եւ այդ ամեն ինչը վերցնում ենք, այդ փողերը, որ վաստակել ենք, ծախսում ենք երեխաներին փորձանքներից հանելու համար։ Ես իմ օրինակից ասեմ, երբ որ ես աղոթում եմ Աստծուն եւ ես ունեմ այդ, այսպես ասած, միտումը, որ միշտ այս քարոզը ինձ համար առաջինն է, որ ես ինքս միշտ խորանում եմ եւ մոռանում եմ, ունեմ այդ հակումը, որ մոռանում եմ Աստծուն նորից, գնում եմ աշխատում, մեկ էլ տենում եմ ամբողջ օրը անցավ, ես Աստծո մասին մի հատ չեմ էլ հիշել։ Ես խոստովանում եմ դա։ Եվ երբ որ գալիս եմ նորից աղոթեմ, լինում է օրվա վերջում, աղոթում եմ, Աստված միշտ հիշացնում է, որ Սեմի մասին, տղայիս մասին, ընտանիքի մասին, որ դա քո պատասխանատվությունն է։ Եվ այնքան հետաքրքիր է, որ երբ որ մի հատ գալիս ես Աստծո առաջ եւ հիշացնում ես, որ այս կյանքը գոլորշու պես է եւ քո կյանքը Աստծո ձեռքի մեջ է, այդ վազքը միանգամից դադարում է։ Եվ Աստված քեզ կենտրոնացնում է այն բաների վրա, որ կարևոր է, քո երեխաները։ Եվ ինչքան ես աղոթում եմ, ինչքան ես մոտենում եմ Աստծուն, միշտ ինքը բերում է դեպի իմ ընտանիքը, դեպի երեխաները, որ քո պատասխանատվությունն է քո տան մեջ, որպեսզի դու կարողանաս դու նրանց վրա ազդես, ոչ թե այս աշխարհը։ Ես կրթական համակարգում եմ աշխատում եւ տենում եք դուք այդ բոլորը երևի տեսնում եք ինչ զզվելի բաներ է կատարվում։ Այնպիսի բաներ են մտցնում երեխեքի ուղեղների մեջ այդ փոքր տարիքից, Էդ է ասում, արդեն մարդու իրավունքները այնքան են զարգացել, չգիտեն ինչի հետևից ընկնեն, արդեն ընկել են սեռերի հետևից։ Դրա համար մենք որպես ընտանիքի հովիվ ամեն մեկս ունենք այդ պատասխանատվությունը, բայց ինչի համար եմ սա ասում։ Երբ որ մենք վազում ենք կուռքերի հետևից, երբ որ մենք վազում ենք աշխարհի հաջողությունների հետևից եւ մոռանում ենք նրան, ով որ տալիս է այդ հաջողությունները մեզ, մոռանում ենք մեր ընտանիքը, մենք զոհաբերում ենք ինչ որտեղ նրանց ապագան։ Սա մի քիչ կոպիտ է հնչում, բայց ես ուզում եմ ասել, որպեսզի մեր մտքերի մեջ դա հիշվի։ Վերջում ես կուզենայի մի հատ օրինակ բերեի, մնաց մի քանի րոպե։ Սրանից մի շաբաթ առաջ մի կոնգրեսմեն կար, Վալորսկի, ազգանունը չգիտեմ, երևի լավ չեմ ասում, ինքը իր մեքենայով երկու աշխատողների հետ ֆրիվեյով, հայվեյով գնում էր եւ դիմացից մի հատ ուրիշ մեքենա է գալիս եւ իր վարորդը պատահական, չգիտենք ինչի համար, ոնց է ստացվում, ղեկը թեքում է եւ դուրս է գալիս, անմիջապես խփում է մյուս մեքենային եւ 4-ով տեղում մահանում են եւ այն մյուս վարորդը եւ նրանք երեքը։ Գիտեք, կոնգրեսական կին էր, մեծ ազդեցություն ուներ, մեծ պլաններ ուներ, ծրագրեր ուներ, չէ, օրենքներ էին հանում երկրի համար եւ այդ օրը իրանց համար սովորական օր էր, բայց մեկ վայրկյանում հայտնվեցին Աստծո առաջ եւ ես լսել եմ, այսինքն նորությունները, որ նա հավատացյալ կին էր, Փառք դրա համար եւ ասում է նա այսօր Հիսուս Քրիստոսի առաջ է։ Եվ գիտեք, այդ օրը ասենց չի գալիս մեծ պաստառներով, որ ես այս գալիս եմ, այդ օրը մի անգամից շատ անգամ հանկարծակի է գալիս։ Դրա համար է ասում Հակոբոսը, քո կյանքը գոլորշի է, շատ պետք չի ասենց հարմարվել, որ հեսա երկար 40-50 տարի պետք է ապրեմ, 100 տարի պետք է ապրեմ եւ պլանները գծեմ, էլի գծի պլաններ հետ, բայց հիշի, որ այդ գոլոշին չգիտես երբ ավարտվելու։ Հիմա եկեք ուղղակի աղոթենք, երբ որ կանգնում ես, երբ որ հասկանում ես, որ Աստծո առաջ քո հայտնվելը անխուսափելի է եւ դա կարող է գոլոշնումա լինել ամեն օր, ինչ է կատարվում քո մտքի մեջ։ Ես իմ փորձից եմ ասում, որ առաջինը մի հատ ես ասում եմ, կասեի, առողջ երկյուղ է գալիս Աստծո նկատմամբ։ Երբ որ հասկանում ես, որ այդ օրը, այսօրը կարող է դու
ամենակարող կատարյալ զորավոր թագավորի առաջ կանգնես, հասկանում ես, թե ինչքան փոքր ես դու, ինչքան անկատար ես դու։ Հասկանում ես ամեն անգամ, որ դու պատրաստ չես։ Հետո հասկանում ես, որ երբեք էլ պատրաստ չես լինել, որովհետև կարող է այսօր մի քիչ ավելի լավ մարդ ես, քան երեք, բայց կատարելությունից շատ թույլ ենք, շատ հեռու ենք ամեն մեկս։ Եվ այդ ժամանակ հետաքրքիր այդ միտքը եւ այս խոսքը խոսքն է դա ասում, որ մենք ունենք փրկիչ։ Եվ այդ ժամանակ այնքան ես գնահատում այն ինչը որ Հիսուսը կատարել է, արել է մեր համար, որովհետև այն մեր անհամապատասխանությունը, մեր անկատարությունը, որ Աստծո առաջ զգում ես լրացնում է Հիսուս Քրիստոսը։ Որ երբ որ կանգնում ես Աստծո առաջ, այնքան ես ուրախանում, ասում ես ինչքան լավ է Տեր իմ Աստված, որ իմ արդարությամբ չի, որ ես փրկում եմ, այլ ունեմ մեկին, որի անունն է Հիսուս Քրիստոս, որը տվել է իմ տեղը, խաչվել է եւ ես նրա արդարությամբ այսօր արդարացված եմ։ Եվ այդ ժամանակ արդեն ուզում ես մնալ նրա մեջ։ Տեր իմ Աստված, փառք ենք տալի քեզ։ Շնորհակալ ենք Հիսուս, որ մեր արդարությամբ չի, որ արդարանում ենք, մեր գործերով չի, այլ քո զոհով եւ քո տված քավությամբ, որ խաչի վրա մեր համար խաչվել ես։ Մենք շնորհակալ ենք Տեր, որ մենք վստահում ենք քեզ եւ մենք շնորհակալ ենք, որ այդ օրը, երբ որ մենք հանդիպենք քեզ, Տեր իմ Աստված, մենք ամոթով չենք մնալու, որովհետեւ մենք ծածկված ենք քո արյունով, քո գառան արյունով, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Ամեն։ Այս պատկամն է, որ կուզեմ այսօր անով վերջացնել, որ մենք ինչպես կրնանք հասկանալ այս ճշմարտությունը։ Երկրորդ Կորինթացիս 7-րդ գլխում մեջ հետևյալը գսե. Ուստի սերելներ, որովհետև մենք այս խոստումներ ունենք, մեր անձերը մարմնի ու հոգի ամեն կերպ բղծութենե մաքրենք եւ սրբությունը կատարելագործենք Աստծո վախովը։ Ընդունեցեք մեզ մարդու վնաս չդվինք։ 6-րդ գլուխի երթամ, անհավատներուն հետ օդարախարն լծագից մի ըլլակ։ Քանզի ինչ մասնակցություն ունի արդարությունը անօրենության հետ եւ ինչ հաղորդակցություն ունի լույսը խավարին հետ։ Եվ ինչ միապահություն ունի Քրիստոս Բելիարին հետ, կամ ինչ բաժին ունի հավատացյալը անհավատին հետ։ Ինչ հարմարություն ունի Աստծո դաջարը գուրքերուն հետ։ Վասնզի թուք գենթանի Աստծո դաջարն եք։ Ինչպես Աստված ասավ. Ես անոնց մեջ պիտի փնագիմ, ու անոնց մեջ պիտի քալեմ, եւ անոնց Աստված պիտի ըլլամ, անոնք ինձի ժողովուրդ պիտի ըլլան։ Ասոր համար ելեք անոնց մեջ են եւ զադվեցեք։ Գսեդերը Բիղծ բանի մի թփչիկ, ու ես ցեզ պիտի ընդունիմ, եւ ես ցեզի հայր պիտի ըլլամ, եւ դուք ինձի դղակներ ու աղջիկներ պիտի ըլլաք, գսե ամենագալդերը։ Այսօր երբ գաղութեի մեր հաղորդության մասին, եւ գիտեի պատկամները ինչ պիտի ըլլան, եւ այս հատվածը երբ որ գարտացի, ուղղակի Աստված ինձ խոսա, որ այսօրվա գոչը, այսօրվա նյութը, որ գուզեմ ցեզ հրավիրել, անոնք, որոնք պատրաստ չեք եւ պատրաստվելու վիճակի մեջ չեք, անոնք, որոնք կգարձեք, որ վաղը ցեզի դրված է, եւ ինչպես որ Դավիթ եղբայրը ասավ, որ խոստում չի գա մեզի վաղվան համար, մենք անորոշ կյանքի մեջ ենք, Աստված մեզ քդած է, ուր որ ինգած էինք, եւ շատ հետաքրքրական ցեվով նշмарեցիք, որ 2008-ին մինչեւ 2022 մոտավորապես 14 տարի Գուգոն այնպիսի կյանք մաբրեցավ, որ եկեղեցի մեջ եկեղեցական էր, դուրսը ժողովական էր, ժողովրդական էր։ Եվ իրեն համար օքեյ էր, բայց շատերու համար օքեյ չէր ադիգա, Աստծո համար օքեյ չէր։ Եվ Աստված իրեն շնորհք տվավ, որ այդ գիտակցության կա։ Դերևս այսօր մեր մեջը անցիկ կան, որ նույն ցևով գաբրինք, եկեղեցի մեջ եկեղեցական ենք, սակայն դուրսը ժողովրդական ենք։ Մարդոց հաճելի կյանքեր գաբրինք, մարդոց կուրախացնենք, մարդոց համար մարդոց չենք ուզեր նեղացնել, եւ գաբրինք կյանք, որ սուդ է, ճշմարիտ չէ, անհավատարիմ է, եւ Աստծո խոսքի անհավատարիմները դուրս պիտի հանե։ ಸೊ գոչը մեզ է այսօր անիկա է, որ մենք արդար եւ շիդակ կյանք ապրենք, քանի որ Տերը կճանչնա մեզի։ Եվ եթե բաժնված չես այսօր, եւ որքան ալ դժվար է, ես գիտեմ
Գուգոյին այդ բավական խոսած ենք ասնույթի մասին։ Երբ որ իրեն հարցուցած եմ իր պատասխանը ինձ անցյալին, it's never going to happen. Հստակ, you're not going to accomplish this. It's not going to happen. I didn't accomplish it. He didn't accomplish it. Բայց Աստված դերմը փերավ իրեն, որ խոնարեցուց։ Սա որ եթե ասի չնես, չես կնար քու հոգևոր կյանքը չառնագել։ That's what it takes. You can't. So, we can try what գիտենք եւ այս հատվածը որ կարդացի եւ ինչ կարնեք ծեր հաղորդության հացը եւ քավաթը պիտի խնդրեմ որ աղոթքով դերոջը մոտենանք կատարյալ անգեղծությունով մեկը քեզ լավ չի գիտեր բայց քո Աստվածը Դու գրնաս քո դիգինիտ խապել, գրնաս քո ամուսինիտ խապել, գրնաս քո ընկերներուդ խապել, գրնաս հովիվիտ խապել, գրնաս նույնիսկ ինքզինքիտ խապել, բայց Աստծո չես կնար խապել։ Եթե դակավին ավելի հավատարիմ կգտնես ինքզինքդ այս աշխարհի փոխանակ Աստծո, կարճ աղոթք մերը հետս, որ դերը քեզ այնպիսի վիճակի մեջ տնե, եւ ասի վտանգավոր աղոթք է, բայց չի դակ աղոթքն է։ Վտանգավոր աղոթք է, բայց աղոթքն է, որ պետք է անես, եթե դակավին չես բաժնված այս աշխարհին, որ դեր թիրզիս այնպիսի վիճակի մեջ, որ ստիպված ըլլամ քեզ ընտրելու։ Քանի որ դիգա քու լավակույնը դե, իմ լավակույնս է։ Երկնավոր Հայր, գուքամ քո արջևդ, իբրև հովիվ այս ժողովրդին, որ թուն զադած ես եւ փերած ես այս տաճարի մեջ։ Եվ դեր մենք ամեն մեկս գուզենք, սրտանց գուզենք քեզի հավատարիմ լար, սակայն դեր բայքար ունենք մեր մեջը այս աշխարհի հետ։ Թերևս ամենս օղի կապված չենք։ Թերևս ամենս ընկերներ չունենք, որ չենք կրնար բաժնվել։ Թերևս ամենքս սուտ կյանքի մեջ չենք ապրիր մեր tax-երուն հետ, մեր insurance-ի հետ, մեր social security-ին հետ եւ սուտ կյանքեր թերևս չենք ապրի բայց ուրիշ բաներ որ սուտ ենք եւ մենք շատ լավ գիտենք որ գուքանք եւ բահվդած ենք մեր հարազատներեն մեր Քրիստոսով եղբայր քույրերեն բայց քեզ մեջ չենք կրնար բահվդել ես կաղոթեմ իբրև հովիվ որ մեզ մե ամեն մեկը եւ անոնք որ հոս չեն անոնց համար կաղոթեն եթե մեր եկեղեցին հետ կապված են Գաղութեմ, որ դեր այնպիսի վիճակներու մեջ տնես, որ այդ սուտ կյանքը հատրինք ապրել են և ապրինք ճշմարիտ կյանքը, շիդակ կյանքը, աստուծմով կանչված կյանքը։ Եվ երբ որ պետք է բաժնվենք դեր, հոժարը լանք բաժնվելու, հասկնանք, որ Քրիստոս փելյարին հետ կապ չունի, հավատացյալը անհավատին հետ կապ չունի, մտերմություն չունի, հարմարություն չունի դաջարը, որ թուն մեզ կդած ես և մեջը կաբրիս այս աշխարհի հետ։ Դեր գաղոթեմ տնես մեզ այն վիճակներով մեջ, որ բաժնվենք և ուզենք միայն քեզի ծառայել և միայն քեզի հավատարիմ կյանքեր ապրել։ Պահմելորության մեջ այս աղոթքը թուն քու կդրե։ Հիսուս հացը արավ, կոհանալով գդրեց և ըսավ, արեք ու գերեք, այս է իմ մարմինս, որ ցեզի համար պիտի գդրվի, ասիգա արեք զիս հիշելով համար։ Նույնպես ալ քավաթը ընտրիկեն հետո արավ և ըսավ, այս քավաթը նոր ուխտ է իմ անունովս, ասիգա արեք, քանի անգամ որ խմեք, զիս հիշելով համար։ Բասնզի քանի անգամ որ այս հացը ուտեք և այս քավաթը խմեք, դերոջը մահը պիտի պատմեք, մինչև ինք կա։ Դեր Հիսուս, մինչ կարնենք այս հացը և քավաթը, կաղոթեմ, որ մեր սրտերը գաբես քեզի, համոզես, որ միայն թունը լաս մեր դերը և ոչ թե այս աշխարհը։ Համոզես մեզ մե ամեն մեկուն,
որ բաժնվենք այս աշխարհեն եւ միայն ապրենք քեզի համար։ Թուն քո կյանքը տվիր մեզի համար։ Մեզ շահեցար, մեզ արիր իբրև քու անդամները, քու մարմինիդ մեկ մասը։ Եվ գաղութենք Տեր, որ հավատարիմ մնանք այդ կոչումին, որ դու մեզ կանչած ես։ Անուն Հոր եւ Որդու եւ Ոգուին Սրբո։ Ամեն։ Արեք, գերեք եւ խմեցեք այն որոշումով, որ Տերը ձեր սրտերում վրա դրած է։ Ամեն։ Անցկացրու ինձ գավիթով սրբության փառքի խորանը Ես ուզում եմ Տեր տեսնել երեսը քո Ես փնտրում եմ քեզ ամբողջ հոգով Բարձրացրու ինձ շնորհիր կանգնել Գահիդ առջև օրհներգության Արդարություն տեմ ես ուզում իմ Տեր Սրբաբույր ներկայությունը Տարի ինձ Տեր խորանից սրբության մեջ Գառնուկի այունով անցկացրու Տարի ինձ Տեր խորանից սրբության մեջ Վերցրու որպես զոհ շուրթերն իմ սրբիր Տարի ինձ Տեր խորանից սրբության մեջ Գառնուկի այունով անցկացրու Տարի ինձ Տեր խորանից սրբության մեջ Վերցրու որպես զոհ շուրթերն իմ սրբին Անցկացրու ինձ գավիթով սրբության փառքի խորանը Ես ուզում եմ Տեր տեսնել երեսը քո Ես փնտրում եմ քեզ ամբողջ հոգով Բարձրացրու ինձ շնորհիր կանգնել Գահիդ առջև օրհներգությամբ արդարություն եմ ես ուզում իմ Տեր սրբաբույր ներկայությունը տարի ինձ Տեր խորանից սրբության մեջ Գառնուկի այունով անցկացրու տարի ինձ Տեր խորանից սրբության մեջ վերցրու որպես զոհ շուրթերի սրբին տարի ինձ Տեր խորանից սրբության մեջ գառնուկի այունով անցկացրու տարի ինձ Տեր խորանից սրբության մեջ վերցրու որպես զոհ շուրթերն իմ սրբին վերցրու որպես զոհ շուրթերն իմ սրբին վերցրու որպես զոհ շուրթերն իմ սրբին